Ասի, վերնգի տեղը տասի, ներվերս չուտես։ Համբալ, շալակով բեռ տանող մշակ, բեռնակիր։ Շաբաթվա գլխավոր բառն այսպես է բացատրում 1969-ին լույս ընծայված ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը։ Հայ հանրությունը համբալ բառն այս շաբաթ հիշեց Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, երբ նա կրկին հունից դուրս եկավ, այս անգամ Հայաստան խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի հարցի պատճառով։ Քանի անգամ եմ ձեզ հարցրել, մի մեղադրյալ, եթե Անիվի գործով չի ներգրավում այս գործի մեջ, հիմա դուք եկել ինչ եք ասում։ Ինչ կոռուպցիայի հետևից գնալ, ինչ բյուջե լցնել կոռուպցիոն այդ նախկին սխեմաների մասով եւ այլն։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկել։ Փաշինյանական պորտկումը սակայն ավելի երկար նախապատմություն ուներ։ Չորեքշաբթի օրն ազգային ժողովում կայացած հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիրները կոռուպցիոն բացահայտումներից բացի Փաշինյանին հարցեր էին ուղղում նաև նոր-նորքի թաղապետի կողմից տեսախցիկների առջև մարդ ծեծելու եւ դրանից հետո հրաժարական չներկայացնելու մասին։ Կառավարության ղեկավարը սակայն իր հայտարարություններում շատ զգուշավոր էր, դատապարտելով բռնությունը որպես երևույթ, Փաշինյանը գերադասում էր քաղաքական կամ ինչպես ինքն էր բնութագրում վարչական պատասխանատվության մասին չխոսել։ Գիտեք ինչ, բոլորս մարդիկ ենք եւ կարող ենք պահի տակ ինքնատիրապետում կորցնել եւ այլն, ես չեմ ուզում որևէ, բայց կա որոշակի կանոն, ի վերջո մենք մարդ լինելուն զուգահեռ քաղաքացի ենք, պաշտոնյա ենք եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Նույն Նիկոլ Փաշինյանը իր իսկ հայտարարությունից 4 րոպե 30 վայրկյան անց։ Ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Միջադեպը սակայն այսքանով չավարտվեց։ Փաշինյանն ու ընդդիմադիրները դահլիճի տարբեր հատվածներից միմյանց ուղղված վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում եւ հենց այստեղ էր, որ հնչեցին վարչապետի համբալների մասին հայտնի խոսքերը։ Հարկ է իդեպ նկատել, որ համբալ բառը Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության անբաժան ուղեկիցն է։ 2014-ի դեկտեմբերին 5-րդ գումարման ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանին համբալով էր դիմել Առաքել Մովսիսյանը, Շմայսը։ 2016-ին էլ խորհրդարանի դահլիճում Փաշինյանին համբալ էր ասել եւ խոստացել էր մեջբերում շիշը գլխին տալ օրինաց երկրի պատգամավոր Հեղինե Բիշարյանը։ Գետաբուլա Վալերյանկա չկա այդտեղ։ Հանգստացեք մի հատ։ Հանգստացի մի հատ։ Դահլիճում լռություն։ Կար սակայն մի մարդ, որին այս շաբաթվա խորհրդարանական սկանդալների ժամանակ հանգստանալու եւ թուլանալու կոչեր ուղղելու կարիք չկար։ Դա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր, որն իր շուրջ ծավալվող բուռն իրադարձություններին հետևում էր գրեթե սկանդինավյան հանգստությամբ, որպես հետևանք ինտերնետային մեմերի հերոս դառնալով։ Мне уже этот мир абсолютно понятен, и я здесь ищу только одного покоя, умиротворения и вот этой гармонии. Այսպես ասած, TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այս կոչը հնչեց երկուշաբթի օրը ամեն շաբաթյա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ եւ ուղղված էր արդեն իսկ հիշատակված Տիգրան Տեր-Մարգարյանին, նոր-նորքի թաղապետին։ Ապրիլի 30-ին իր ենթակաների հետ իր իսկ ընդունարանում ակտիվիստ Արտուր Չախոյանին ծեծած թաղապետն այս շաբաթ արդեն զղջում էր, բայց ոչ այնքան բռնություն կիրառելու, որքան այդ տեսարանի տգեղ լինելու համար։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր։ Ծեծված ակտիվիստ Արտուր Չախոյանը, որն այս շաբաթասկզբին դուրս գրվեց հիվանդանոցից, մեծ հույսեր չունի, որ Տեր-Մարգարյանը կպատժվի։ Բացատրությունը շատ պարզ է։ Թաղապետը քաղաքացիական պայմանագրի դաշնակից Հանրապետություն կուսակցությունից է, որի աջակցությունը իշխանությունները կորցնել չեն կարող։ Բայց եթե ընդդիմադիր դաշտից որևիցե մեկը լեր, հենց արդեն վсё
կալանքի տակ կլիներ։ Եվ մինչ քաղաքապետարանում քննարկում էին, թե որքանով է տեղին իրենց չարաշահումների մասին խոսող ակտիվիստներին ծեծելը, հերթական հորդառատ անձրևները Երևանյան փողոցներից շատերը կրկին գետերի վերածեցին։ Ավելի ծանր էր Արարատյան դաշտավայրի գյուղացիների վիճակը, որոնց տարիների աշխատանքը տեղացած կարգտի հետևանքով ոչնչացավ ընդամենը մի քանի րոպեում։ Էլի կայանները չի կրակը։ Դաժե բերքը վրան խոսքի ջարդը գցել անենց ուժեղ այլ։ Բերքա վրան, բայց սա ջարդը թափ։ Նայեք էլ կարկուտի չափ։ Նայեք թե ինչ է կատարվում։ Գյուղացիների խոսքով կառավարության կողմից լայնորեն գովազդվող հակակարգտային կայանների ցանցը մատնված էր անգործության։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սակայն այս շաբաթ պնդում էր, դա այդպես չէր։ Հակակարգտային կայանները աշխատել են ողջ ծավալով եւ ամբողջ գիշերվա ընթացքում եւ բնակիչների եւ մասնագետների, տարածքային կառավարման ներկայացուցիչների բնութագրմամբ առանց այդ հակակարգտային կայանների աշխատանքի շատ բազմապատիկ ավելի շատ վնաս կլիներ։ Գյուղացիների դժգոհության պատճառը սակայն միայն հակակարգտային կայանների գործունեությունը կամ անգործությունը չէր։ Բերքը կորցրած գյուղացիները չեն պատկերացնում, թե ինչպես են առանց պետական օժանդակության փակելու վերցրած վարկերը հետ բերելու երբեմն միլիոնավոր դրամների հասնող ներդրումները։ Չլի որ գա մի հատ ասի այ ախպեր ջան, արի գոնե մեր տարով վարկդ հետ գցեմ, մեր տարով քեզի պատերժ կանեմ, երկու մեջնոք սիլիտրա 100 դրամ էժան տամ քեզ։ Չկա, ով պետք է գա։ Ոչ մեկի վեջին չի։ Ոչ մեկի։ Ոչ մեկի վեջին չի։ Այս պետության ղեկավարի վեջին չի, որ հանրապետություն գոյություն ունի։ Վերջ, ասեմ իմանաք ժողովուրդ ջան, դե մտածեք դու գիտեք։ Հիմա ինչ սպասումներ ունեք։ Սպասում չունեմ, սպասում ես նա պետք է սիֆտիվ կար, նավալիս հավքեմ, այդամ սիֆտիվ կար ապրեմ։ Թողեմ այդամ դե պետություն կատես մի հատ, Ռուսաստանին վերջում։ Շաբաթավերջին Ռուսաստան, բայց ոչ թե Սիկտիվկար, այլ Մոսկվա մեկնեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջին անգամ Հայաստանի վարչապետը Ռուսաստան էր գնացել անցած տարվա դեկտեմբերին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Այս մի այցի նպատակն ավելի հանդիսավոր էր։ Փաշինյանը մասնակցում էր հաղթանակի օրվա առթիվ Կարմիր հրապարակում կազմակերպված զորահանդեսին։ Շաբաթասկզբին մի պահ սակայն թվաց, որ Փաշինյանը կարող է վերջին պահին չեղարկել Մոսկվա գնալու պլանները։ Նրա այցից ընդամենը մի քանի օր առաջ վարչապետի մերձավոր թիմակիցները բավական անսպասելիորեն մի քանի ամիս տևած դադարից հետո կրկին սկսեցին կոշտ հայտարարություններ հնչեցնել Մոսկվայի հասցեին։ Այո, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև ցավոք սրտի հերու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն։ Ուշագրավ նիդեպ այն է, որ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը հնչեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Ոչ ռուսաստանցի դիվանագետը, ոչ էլ Սիմոնյանը հետագայում այդպես էլ չբացահայտեցին, թե այդ ինչ են խոսել փակ դռների հետևում, որ կարող էր նման բուռն արձագանքի հանգեցնել։ Երկուշաբթի օրը տեղի ունեցած այդ նույն ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը նաև պնդում էր հայաստանյան ընդդիմությունը Երևանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի կարևորագույն գործիքներից մեկն է։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում։ Դա իմ կարծիքն է, ես փաստեր չոր փաստեր ունեմ, կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ։ Այս շաբաթ Ռոբերտ Քոչարյանին քննադատում էին ոչ միայն քաղաքացիական պայմանագրից, այլև Սերժ Սարգսյանին հարող ընդդիմադիր շրջանակներից։ Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու ակտիվիստ Նարեկ Մալյանն այս շաբաթ էլ շարունակում էին պահանջել, որ խորհրդարանական ընդդիմությունը միանա Նիկոլ Փաշինյանի իրենց նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին։ Պատիվ ունեմ խմբակցությունը, որն ազգային ժողովում ընդամենը 6 մանդատ ունի, շտապեց հայտարարել՝ միանում են նախաձեռնությանը եւ պատրաստ են սատարել անգամ երկրորդ նախագահի առաջադրմանը։ Եթե Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչյանի տեխնացությունը, մենք դրան կմիանանք։ Հայաստան դաշինքում սակայն բացարձակապես ոգևորված չէին։ Երկրորդ նախագահի աջակիցներն այս շաբաթ արդեն բացահայտորեն հայտարարում էին, որ առանց բավարար թվով քվեների խորհրդարանով Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու փորձերը ի սկզբանե դատապարտված են, եթե իհարկե դրանց նպատակն իրոք վարչապետին հեռացնելն է։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է կամ սադրանք կամ այլ նպատակ է հետապնդում։ Ինչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել Հայաստան խմբակցությանը,
կամ ասեք իմպիչմենթի են գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։ Ընդդիմության երկու թևերի հակամարտությանն այս շաբաթ անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանը։ Երևանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ երրորդ նախագահը կոչ էր անում Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք։ Ես ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Այն փաստը, որ երկրորդ նախագահի երբեմնի ամենամերձավոր թիմակից Սերժ Սարգսյանն այսօր պետք է հատուկ ընդգծի, որ Ռոբերտ Քոչարյանն իր թշնամին չէ, արդեն իսկ խոսուն է։ Խորհրդարանական ընտրարշավին ընդառաջ երկու նախկին նախագահները ոչ միայն դաշինքով հանդես գալու մասին չեն խոսում, այլև ակնհայտորեն պատրաստվում են միմյանցից առանձին գնալ ընտրությունների։ Այս շաբաթ պարզ դարձավ, որ նախընտրական դաշինքներ ստեղծելու ցանկություն չունի նաև իշխող քաղաքացիական պայմանագիրը։ Ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաև, որ մենք դաշինքով են գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Չնայած ազգային ժողովի նախագահի այս ինքնավստահությանը հարցումներն այլ բան են վկայում։ Gallup International-ի այս շաբաթ հրապարակած հետազոտության համաձայն քաղաքացիական պայմանագրի վարկանիշը նոր պատմական հակառեկորդ է սահմանել։ Եթե առաջիկա Կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 11.5% նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Իսկ ավելի վստահելի եւ հեղինակավոր համարվող Միջազգային հանրապետական ինստիտուտի անցած տարեվերջին հրապարակած հետազոտության համաձայն քաղաքացիական պայմանագրի վարկանիշը թեև ավելի բարձր է, քան Gallup-ի հարցումում էր, մոտ 20%, բայց եւ այնպես գոնե այս պահին բավարար չէ միանձնյա իշխանություն ստանձնելու համար։ Նույն հարցման համաձայն ի դեպ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ ընտրազանգվածը 56-ից բարձր տարիքային խումբն է։ Անցած հանգստյան օրերին դա եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ Փաշինյանի լոռի եւ տավուշ կատարած այցերի ընթացքում։ Ես շատ եմ լսում ձեր ամեն մի ելույթ։ Վերջապես կարացի ասես որ ժողովուրդին սովորեցրել են աշխատել։ Ի տարբերություն Իծակ Հարցի այս տղամարդկանց Ալավերդու Սանահին կայարան թաղամասում բնակվող Ժենիկ տատը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել այդպես էլ չէր կարողացել։ Չնայած դրան, Օրագիր Նյուզի թղթակցի հետ զրույցում լոռեցի կինը նշում էր, վարչապետից դժգոհելու ոչ մի առիթ ինքը չունի։ Հաց սիրում եմ Նիկոլին, որպես վարչապետ թող 100 տարի մնա։ Ես 46000 ման 670 դրամ փոշակ եմ ստան։ Իմ տան ուր միշտ նապաքսım, ոչ էլ ազնապաքսım։ Նիկոլի քաչար գլխին մեռնի։ Նիկոլ Փաշինյանն ի դեպ Սանահին էր ժամանել անցած տարվա ջրհեղեղից հետո քանդված կամրջի փոխարեն տեղադրված ժամանակավոր մետաղական կամրջի բացմանը։ Այն Ալավերդի համայնքին էր նվիրաբերել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հիմա ասենք այս թաղամասին ավելի լայն կամուրջ պետք է չի։ Ասենք սա անեն չի որ ժամանակավոր կամուրջ է, հիմնական կամուրջ։